Այսօրվա ռեդուկտորը, որը որ մենք կվերանորոգենք, կամ կհասկանանք ինչումն է պատճառը, խնդիրը բարձր ճնշումն է, այսինքն ռեդուկտորը տալիս է նորմայից շատ ճնշում։ Ռեդուկտորը տամասետո, ԱՏ 13 հեղուկ գազի համար LPG։ Որպեսզի հասկանանք պատճառը, թե ռեդուկտորը նորմայից ավել ճնշում տալիս, սկզբում քանդենք այն։ Այն պետք է տար 1-ից 1.3 բար ճնշում, սակայն մեր մոտ հասնում է մինչև 3.5 բար ճնշում։ Քանդեցինք ռեդուկտորը ամբողջությամբ եւ այսպիսով ինչպես է աշխատում տամասետո 13 ԱՏ 13 հեղուկ գազի ռեդուկտորը։ Գլխավոր գազը մտնում է այստեղից, անցնում է ֆիլտրի մեջով, հայտնվում է այստեղ, որտեղ գազը չի կարողանում գնալ առաջ, քանի որ փակ է այստեղի անցքը, որը եւ բացվում է միայն էլեկտրական կլապանի միջոցով։ Այսինքն այստեղ մենք տալիս ենք լարում, կոճը մագնիսանում է եւ ետ է քաշում, կոճը մագնիսանում է եւ այս դիրքից ետ է քաշում այս պորշինին, որի արդյունքում էլ գազը այս անցքից անցնում է եւ հայտնվում է այստեղ։ Այստեղ հայտնվելուց հետո գազը չի կարողանում գնալ առաջ, այն փակվում է այսպիսի դետալով, որի վրա տեղադրված է պրուժին, որն էլ սեղմվում է այս դետալի օգնությամբ։ Այսինքն հավաքած վիճակում մենք ունենում ենք հետևյալ պատկերը, այստեղ այս ձողը դուրս է գալիս, եւ փակում է, մի խոսքով, այստեղ որպես հանդիսանալով կլապան, այս դետալը փակում է գազի արտահոսքը դեպի դուրս։ Որպեսզի այս դետալը կարողանա ետ գնալ եւ բացվի գազի ճանապարհը, գազը բացվելուց հետո նախ այն հայտնվում է այստեղ, որը հանդիսանում է մեքենային գնացող գազի շլանգի միացման տեղը, բացվելուց հետո գազը հայտնվում է այստեղ, որը հանդիսանում է անվտանգության որպես կլապան, այսինքն երբ մեր մոտ ճնշումը շատ լինի, որպեսզի ռեդուկտորը չկոտրվի կամ չպատրվի այս մեմբրանը, մեծ ճնշման դեպքում այս կլապանը սեղմվում է հետ եւ գազը դուրս է գալիս դեպի դուրս։ Որպեսզի այս կլապանը ետ գնա եւ բացվի այստեղ գալացող գազի ճանապարհը, այստեղ դրվում է այս մեմբրանը, որի վրա տեղադրվում է այս պրուժինը, այս դետալը եւ այս դետալը, որը նախատեսված է գազի ճնշումը կառավարելու համար։ Այստեղ միանում է նաեւ վակուումի շլանգը։ Այժմ այս process-ը ինչպես է աշխատում։ Որպեսզի այս դետալը կարողանա հետ գնալ,
պրուժինը սեղմում է մեմբրանին, մեմբրանն էլ իր հերթին սեղմում է այս դետալին, որի արդյունքում գազը բացվում է և գնում է առաջ, որից հետո գազը հայտնվում է ոչ միայն այստեղ, այլ այս անցքով, այս դետալով, հայտնվում է մեմբրանի ներսի կողմում և բրդում է դեպի հետ, այսինքն այս դեպքում մեր մոտ գազը կփորձի փակվել նորից։ Մեր մոտ ունենք նաև վակուումի շլանգ, որը միանում է զասլոնքից հետո, այսինքն երբ ոտքի գազի պեդալը այսպես սեղմած չի, մեր մոտ մեծ վակուում է առաջանում, որը նույնպես ուզում է ետ քաշել այս մեմբրանին, այսինքն մեր դեպքում այս կողմից գազն է բրդում հետ, այս կողմից վակուումն է քաշում հետ, որի արդյունքում մաքսիմում ուզում է փակվել գազը, որպեսզի այն չկարողանա լրիվ փակվել, այս դետալի միջոցով, որը կարգավորվում է այս դետալով, որպեսզի այն շատ չկարողանա ետ գալ և փակել գազի ճանապարհը, մենք այս բոլտի օգնությամբ թույլ ենք տալիս, թե ինչքան այս մեմբրանը կարողանա ետ բարձրանալ, ինչքան շատ հետ բարձրանա, մեր մոտ այնքան ճնշումը կստացվի ավելի փոքր, այսինքն մեր մոտ ինչքան շատ հետ գա, այնքան շուտ գազը կփակվի և մենք կստանանք քիչ ճնշում։ Սա ձգելու դեպքում, այսինքն դեպի պլյուսի կողմ պտտելու դեպքում, այս դետալը իջնելու է ներքև, սեղմելու է ավելի շատ դեպի ներքև, որի արդյունքում մեր մոտ ետ կգնա այս ձողը դեպի մեջ և ավելի շատ գազ կգա, որպեսզի ընթացքի ժամանակ, քանի որ ավելի շատ գազը հարկավոր, քան մարմնի ժամանակ շարժիչ աշխատելու, երբ մենք սեղմում ենք գազի ոտնակը, մեր մոտ բացվում է զասլոնկան, այստեղ վակուումը վերանում է, այսինքն երբ այս մեմբրանին օգնում էին փակվել այստեղ գալացող գազը և այստեղի վակուումը, այժմ արդեն վակուումը այստեղից վերանում է և որի արդյունքում այս պրուժինի ուժը ուժեղանում է վակուումի չափսով, այսինքն կախված պեդալի սեղմվածության չափից փոխվում է այստեղի վակուումի չափսը, որի արդյունքում այս պրուժինի ուժը այդքանով ավելանում է և կարողանում է այդ չափով ավել բացել գազը, որի արդյունքում էլ գազի պեդալը սեղմելու ժամանակ մեր մոտ ավելի շատ գազ է դուրս գալիս, երբ մենք գազի պեդալը թողնում ենք, այսինքն զասլոնկան փակվում է, այստեղ նորից հայտնվում է վակուում, որի արդյունքում սա նորից ետ է գալի և փոքրացնում է գազի արտահոսքը և աշխատում է մեքենան մարմնի գազի տակ։ Այժմ հասկանանք, թե ինչ խնդիր էր մեր մոտ, որ ռեդուկտորը տալիս էր նորմայից ավել ճնշում, մինչև 3.5 ատմոսֆեր մեկի փոխարեն։ Մեր մոտ նախ դժվար էր մտնում հելնում այս մասը, հնարավոր էր այն ուղղակի մնացել էր ինչ-որ դիրքում և այս պրուժինը չէր կարողանում հաղթահարել այդ ուժը, և մյուս գլխավոր խնդիրը մեր մոտ այս անցքը փակ էր, որի արդյունքում էլ մեր մոտ
այստեղ գազը չէր հայտնվում եւ չէր կարողանում փակել գազին։ Այսինքն մեր մոտ դուրս էր գալիս, որ մեր մոտ կար այս ուժը, որը կարողանում էր հաղթահարել եւ հետ բրդել այս դետալին, քանի որ մեր մոտ բացակայում էր այստեղի գազի կողմից արտադրված բացասական ուժը, այսպես ասած պրուժինի նկատմամբ, որը պետք է փակեր մեր կլապանը։ Մի խոսքով մեր մոտ փակեր նաեւ այս անցքը, որը դուրս է գալիս այստեղ։ Այն պետք է բաց լինի։ Մեր դեպքում այն փակ էր, որի պատճառով էլ գազը այստեղից չէր կարող հայտնվել այս մասում։ Մի խոսքով, որպեսզի կարողանաք փորձարկել, փակում եք այստեղ, փակում եք այս անցքը, այստեղից փչելու դեպքում պետք է գազը օդը դուրս գա ստեղից եւ այստեղից դուրս։ Հակառակ դեպքում, եթե կա ինչ-որ խնդիր, բացում ենք այստեղի անցքը եւ այստեղի անցքը։ Մի խոսքով այսքան է ռեդուկտորի մասին, այժմ այն հավաքենք հետ մաքրելուց հետո, եթե ձեր մոտ խնդիրներ կառաջանան, այսինքն բարձր ճնշման հետ, հնարավոր է փակի այս անցքը։ Եթե սա պատրված լինի, մեր մոտ կստացվի, որ այստեղի գազը հետ չի բրդում, այլ մաքսիմում նորից կարող է բաց մնալ, այս դետալի պատրված լինելու դեպքում նույնպես այդ նույն խնդիրը կառաջանա, այստեղի գազը ետ չի բրդի, քանի որ դուրս կգա արանքներից, իսկ պրուժինի ուժը ավելի մեծ կլինի եւ կսեղմի հետ։ Իսկ մեծ ճնշումի դեպքում խնդիրը անցքից եւ այս դետալից։ Ճնշում չլինելու պատճառը կարող է լինել լցված ֆիլտրը, որը չի թողնի գազը գնա առաջ։ Խնդիրներ կարող են լինել կլապանի հետ, որը չբացվի կամ կիսատ բացվի։ Նույնպես կարող է մի խոսքով գազ չգալ կամ թերի գալ։ Եթե խնդիրներ ունեք ջրի արտահոսքի հետ, այս մասերից, որտեղ միանում են ռեդուկտորը տաքացնող ջրի շլանգները, հնարավոր է խնդիրներ լինեն այս պրագլատկաների հետ, որոնք պետք է փոխվեն։ Այս կողմից ջրի արտահոսքի դեպքում խնդիր այս պրագլատկայի հետ կարող է լինել։ Ռեդուկտորի հակառակ կողմում ունենք այս հատվածը նրա համար է, որպեսզի ռեդուկտորը տաքանա, այսինքն այստեղից երբ միացվում է ավտոյից կալացող ջրի շլանգները, ջուրը այս սեկցիաներով գնալով տաքացնում է ռեդուկտորը, որպեսզի այն չսառի, այսինքն գազը չսառի եւ մեքենան նորմալ աշխատի։ Ջրի ջերմաստիճանն էլ արդեն կարգավորվում է ու ոչ թե կարգավորվում է, այլ կարող ենք տեսնել ռեդուկտորի ջերմաստիճանը կամ գազի ջերմաստիճանը արդեն այստեղ միացված դատչիկով։
Վերջ, այսքանը Tamasetto AT13 LPG ռեդուկտորի մասին։ Եվ այսպիսով Tamasetto AT13 LPG գազի համար նախատեսված ռեդուկտորը վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ է այսպիսի կոմպլեկտ, որի մեջ կան բոլոր դետալները և սալնիկները։ Կոմպլեկտի մեջ կա նաև ձեռներ, որտեղ մանրամասնորեն նկարագրված է, թե որտեղ ինչ դետալ է դրվում և ինչ չափսի։ Նաև հավաքման ձևը։ Բոլոր դետալների, սալնիկների չափսերը նշված են, հետևաբար չգտնելու դեպքում կամ չկողմնորոշվելու կարող եք չափել։ Այստեղից դուրս է գալի նաև այս դետալը և այս դետալը, որտեղ կան նույնպես սալնիկներ։ Սկզբում հանենք սալնիկները։ Այստեղ տեղադրվում է այս սալնիկը։ Կողմնորոշվելու դեպքում, չնայած բոլոր սալնիկները տարբեր են, կարող եք չափել և համեմատել այստեղ գրված չափի հետ։ Բոլոր սալնիկները փոխեցինք, այժմ անցնենք հավաքման պրոցեսին։
Այս մասում աշխատանքներն ավարտեցինք, անցնում ենք մյուս կողմը։ Այստեղ դրվում է այս դետալը։
Այսպիսով բոլոր դետալները փոխեցին, կոմպլեկտի մեջ չկա մտնող գազի համար սալնիկը, անհրաժեշտության դեպքում կարող եք փոխել։ Այստեղ կա սալնիկ նաև դուրս գալացող գազի համար, անհրաժեշտության դեպքում նույնպես կարող եք փոխել։ Մյուս սալնիկը կա գազի էլեկտրական կլապանը բացող համակարգի վրա։ Քանի որ բոլոր դետալները փոխվել են, մեր մոտ արդեն խախտվել է ճնշումը դուրս գալացող, հետևաբար պետք է այն նորից կարգավորենք։ Այն մոտավոր պետք է լինի դուրս գալացող ճնշումը 1.3-ից 1.4 բար։ Եվ այսպիսով ավարտեցինք Տամասետո ԱՏ 13 LPG գազի համար նախատեսված ռեդուկտորի վերանորոգման և դետալների փոխարինման աշխատանքները։